Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Այսօր հյուրընկալել եմ այնպիսի անհատականություն ունեցող արտիստի, որին բնութագրելը հեշտ գործերից չէ, միայն թե ոչ այն պատճառով, որ բնութագրիչներ չկան, կան, պարզապես բառերով պատկերավոր նկարագրել, թե որքան գեղեցիկ մարդու բարձրակարգ արտիստ է, հնարավոր չէ։ Քնքշություն ու ազնվականություն է հորդում նրա էությունից, արտաքին տեսքից, մարդկանց հետ հաղորդակցվելու ձևից ու կերպից։ Յուրաքանչյուր խոսք մարգարիտ է, ձայնի ամեն մի ելևեջ սիրտ շոյող դարման։ Պիտի կարողանանք ու պարտավորենք գնահատել այսպիսի հայ երգչուհուն, որի շնորհիվ մեր երկրի երաժշտական ճաշակն ու որակը կլինեն բարձրակետում։ Հայ պերսոնայում Ինգա Արշակյանն է։ Ծնվել է Երևանում 1982 թվականի մարտի 18-ին։ Ինգա Արշակյանը երաժշտության ոլորտում ստացել է բարձրակարգ կրթություն։ 2002 թվականին ավարտել է Արնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտական քոլեջը որպես նվագախմբային երգչուհի։ 2005 թվականին էլ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ վոկալի բաժինը։ 2023 թվականից սովորում է Լոս Անջելես Ուելլի քոլեջում արվեստի մեդիա արտադրության բաժնում։ Նա հանդես է եկել բազմաթիվ սոլո համերգներով Հայաստանում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում եւ Եվրոպայի մի շարք երկրներում, ներկայացնելով ինչպես սեփական երաժշտական ծրագրեր, այնպես էլ այլ նախագծեր միջազգային նվագախմբերի հետ։ Իր քույր Անուշ Արշակյանի հետ միասին նա մեծ ավանդ է ներդրել ազգային երաժշտության զարգացման մեջ, համադրելով ավանդական երաժշտական ժառանգությունը ժամանակակից հնչողության եւ նորարար մոտեցումների հետ։ Արշակյանների ստեղծագործական համագործակցությունը նպաստել է հայկական մշակույթի միջազգային ճանաչմանը եւ նոր որակ հաղորդել էթնիկ երգարվեստին։ 2008 թվականից Ինգան համագործակցում է Շարմ Հոլդինգի հետ, ստեղծելով ֆոլք, ռոք եւ ջազ ժանրերի միացումով ներկայացված երաժշտական նախագծեր։ Ինգա, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայ պերսոնա նախագծին մասնակցելու իմ հրավերը։ Ես եմ շնորհակալ հրավերի համար եւ վաղուց էի պատրաստվում գալ, ուղղակի չէր ստացվում, կներեք։ Մենք ձեզ սիրով ընդունել ենք։ Շնորհակալություն։ Կա ճակատագիր, թե յուրաքանչյուրս մենք ենք կառուցում մեր կյանքը։ Ես քրիստոնյա եմ եւ հավատում եմ, որ յուրաքանչյուրս ի վերուստ եկել է այս աշխարհ բազում հնարավորություններով, այսինքն Աստված մեզ կյանքի ընթացքում ընտրության հնարավորություն է տալիս միշտ։ Մենք ի տարբերություն, ասվում է այսպես, հրեշտակների, այդ ընտրության հնարավորությունը ունենք։ Եվ ինչ որ չափով մենք ենք ստեղծում այո մեր ճակատագիրը, բայց այդ A-ից B կետ անցնելը գրված է մեր ճակատին անշուշտ, թե ոնց կանցնենք եւ ինչպես կառաջնորդվենք ում խորհրդով, դա մեր ընտրությունն է։ Մենք ենք ստեղծում այո մեր ներկան եւ ապագան մեր ընտրություններով։ Դուք գոհ եք ձեր ընտրություններից։ Այո, անշուշտ գոհ եմ։ Երբեմն այլ կերպ գուցե վարվեի, բայց ընտրությունս միևնույն է նույնը կլիներ, որովհետև փոքրուց էլ ստացել եմ այն դաստիարակությունը, ես այն եմ ինչ կամ։ Եվ հետ հայացք գցելով անցյացին, հասկանում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել ի շնորհիվ իմ ծնողների եւ այն շրջապատի եւ ընկերների եւ ուսուցիչների, ովքեր իմ կողքին են եղել եւ ուղղորդել։ Ի վերջո կարծում եմ, որ Աստված իր գործերը մարդկանց միջոցով է անում եւ այդ պահին ով քո կողքին հայտնվեց իր խորհրդով կամ գործով եւ դու այդ ընտրությունը արեցիր, ընտրեցիր այդ ճանապարհը եւ այսպես վարվեցիր կամ այդ գործը արեցիր, ուրեմն բարին էլ դա էր եւ լավը եւ վատը ընդունել եմ մեծ շնորհակալությամբ։ Ինչպես կվերնագրեիք այն գիրքը, որը կպատմեր ձեր կյանքի մասին։ Յուրաքանչյուր մարդ գրում է իր գիրքը, յուրաքանչյուր մարդ ստեղծում է իր կենսագրությունը, չեմ կարող նմանակել կամ օրինակ բերել որևէ գիրք, որտեղ ես ինքս իմն եմ ստեղծում, բայց չեմ էլ ուզում այն հրապարակել։ Այն ծածուկ է, իմն է եւ իմ մտերիմ մարդկանցն է։ Իսկ եթե մի օր հրապարակեիք, ապա ընթերցողին որևէ ուղերձ կունենայիք, ինչ պետք է սովորեր կամ իմանար ընթերցողը այդ գիրքը կարդալուց հետո։ Յուրաքանչյուր խոչընդոտ անցնելով
կարծում եմ յուրաքանչյուրս ունենք այդ խոչընդոտները եւ ամբողջ կյանքը բաղկացած է բարձունքներից եւ անկումներից։ Պետք է շնորհակալ լինել։ Ի վերջո մենք իջնում ենք ներքև, գուցե եւ անկում ենք ապրում, որպեսզի նորից թռչենք վերև։ Եվ ի վերջո ինքնաթիռնել է վայրեջք կատարում, որպեսզի ուժ հավաքի, որպեսզի գազ կամ բենզին լցվի, որպեսզի կարողանա ուժ հավաքել եւ թռնել։ Հիմա մեզ էլ է պետք, կախված նրանից, թե դու ինչի կարիք ունես այդ պահը։ Մի պահ եկավ, երբ մենք այդ շրջագայություններից եւ բազում համերգներից, ես ամենայն դեպս ես իմ մասին եմ խոսում, շատ հոգնել է եւ ընտանիքի ջերմության, ուղակի տան կարոտ էինք, մենք գալիս էինք, տուն էինք մտնում եւ համբուրում էինք, պատրաստում վերջապես իմ բարձը, չնայած լավագույն հյուրանոցներն էին եւ լավագույն ձևով են մեզ դիմավորել, որ աշխարհի ծայրում էլ որ եղել ենք։ Փառք Աստծո, մեր հայ հանդիսատես այնքան ջերմ է, այնքան հյուրընկալ է, այնքան ջերմությամբ է մեզ միշտ ընդունել եւ բողոքելու տեղ վստահաբար չունենք եւ խորին շնորհակալությունս եւ խոնարհումս բոլորին, բայց միևնույն տունը շատ է կարոտում։ Եվ հասկացա, որ եկել է այն պահը, որ ես պետք է իմ բունը ստեղծեմ, այսպես ասեմ, իմ ընտանիքս, իմ ծնողների հետ ավելի երկար ժամանակ անցկացնեմ եւ դա համընկավ նրա հետ, որ մեր արդեն կոնտրակտը վերջացավ մեր պրոդյուսերների հետ եւ այդպես ստացվեց, հանդիպեցի իմ ամուսնուն եւ այդպես ընտանիք ստեղծեցինք եւ ես առաջի ժամանակներ չէի ուզում վերադառնալ, ուզում էի ուղղակի հանգիստ վայելել իմ ընտանեկան կյանքը եւ կարծում եմ, որ յուրաքանչյուր մայր որոշակի շրջան լիովին պետք է նվիրի իրեն իր երեխաներին, որովհետեւ այդ ժամանակը չես կարող վերադարձնել եւ այն կապը, որ ստեղծվում է փոքր տարիքում երեխայիդ հետ, երբեք չես կարող հետ բերել այն հայացքը, որը ունի երեխատ փոքր տարիքում, երբեք չես կարող հետ բերել, ինչքան էլ հոգնած առավոտյան անկում գիշերվանից հետո արթնանում ես, այդ ամենա քաղցր բանն է կյանքում եւ տատիկս ասում էր քաղցր ցեց են երեխաները։ Մի կողմից հոգնում ես, տանջում ես, բայց մյուս կողմից դա այնքան սիրով ես անում։ Եվ ես մի քանի տարի նվիրեցի ընտանիքիս եւ արդեն շուրջ 10 տարի դադար եղավ, հիմա կամաց վերադառնում եմ եւ վերադառնալով ձեր հարցին ուզում եմ ասել, որ անկումները եւ վերելքները պետք են մեզ բոլորիս, որովհետեւ եթե չլինի վատը, չես նոր խոսում ենք դրա մասին, չես հասկանա ինչ է լավը, որպեսզի գնահատես քո լավը, որպեսզի գնահատես այն մարդուն, որը կողքիդ է, որտեղ ի վերջո լինում են բայր, որ այդ մարդիկ հեռանում են մեզանից։ Պետք է ամեն պահը գնահատել եւ մեծ շնորհակալությամբ վերաբերվել։ Պետք է լինել օպտիմիստ, պոզիտիվ, ամեն լավի մեջ տեսնել, ամեն լավի մեջ գերագնահատել եւ շնորհակալություն հայտնել եւ ամեն վատի մեջ էլ էլի լավը տեսնել եւ շնորհակալությամբ, որտեղ եթե սա եղավ, մենք կարող ենք դժգոհել, ասել, «Վա, ինչու այս իրադարձությունը եղավ, այս ինչ սարսափելի բան էր, ես պլանավորել էի, մենք պետք է մեկնեինք, մենք պետք է սա անենք»։ Հետո հասկանում ես, որ ինչ լավ էր, որ չստացվեց։ Ուրեմն ինչ որ վերին ուժ կա, որը ինչ որ չափով տալիս է քեզ այդ ընտրության հնարավորությունը, բայց նաև քեզ փոքրիկ այսպես ուղղորդում է քեզ, լույս է վառում խաչմերուկներին։ Խաչմերուկում դու ես ընտրում քո ճանապարհը, բայց լույս վառողը նա է։ Գնաս թե չգնաս։ Պես որ պետք է օպտիմիստ լինել եւ լավատես լինել եւ շնորհակալ լինել ամեն բանի համար։ Որն է ձեր ամենափշոտ հիշողությունը կարիերայի ընթացքում։ Ինչպես խոսեցի լավատեսության մասին, ես կարող է հնարավոր է ինչ որ շատ են եղել փշոտ իրավիճակներ, ցավացնող իրավիճակներ, թե գոլեգաների կողմից, թե չստացվող գործերի կողմից, թե խաբելու կողմից, ֆինանսական կողմերը, որ խաբված ես եղել, բայց ինչպես ասում եմ, ես չեմ բարկացել եւ չեմ պայքարել դրա դիմաց։
այնպիսի բնավորություն ունեմ, գուցե լավ է, գուցե վատ է, գուցե շատ փափուկ եմ եւ դա սխալ է, պետք է որոշ ժամանակ պետք է սկսես կռվել, պայքարել, բայց ես ուղղակի հերվանում եմ, դա ես փակվում եմ, որտեվ ես դիմացին չեմ կարող փոխել, ում դիմաց պայքարեմ, ինչի համար պայքարեմ, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ինքը իր հետ պայքարի, եթե մենք տեսնում ենք փշոտ իրադարձություն, փորձիր քո մեջ լուծել այդ հարցը, ինչպես վարվել, դու չես կարող դիմացինին փոխել, ի վերջո կարող ես կամուրջներ քանդել, այրել, դա հարցի լուծումը չէ, պետք է ուրեմն շատ մոտիկ ես թողել այդ դիմացինին, ուրեմն պաշտպանությունը պետք է լինի այդ դիստանցիան, ի վերջո դա է իմ պաշտպանությունը, ես չեմ պատրաստվում ոչ մեկի հետ ոչ պայքարել, ոչ կռվել, ամենայդեպս ես այդպիսին եմ, այլ մարդիկ կան, որ սուրն առած սկսում են պայքարել բոլորի հետ, ես այդպիսին չեմ, դա ինձ ցավ է պատճառում, ես կարող եմ ավելի վատացնեմ եւ իրավիճակը եւ ինքս ինձ եւ ինձ ներսից ուտել դրա համար։ Դրա համար փշոտ իրադարձությունները այդպես որ ասեմ շատ են եղել։ Մեկը չես հիշի։ Հիմա կարիերայի որ շրջանում եք։ Հիմա նոր փուլ է սկսվել ինձ մոտ։ Ես չեմ զլանում եւ հետաքրքիր է ինձ համար միշտ 0-ից սկսել։ Քանի անգամ 0-ից եմ սկսել։ Հենց կարիերան նույն։ Երազանքը, ինչ որ ծրագրերը փուլ են եկել եւ ձեռքերս չեմ իջեցրել 0-ից եմ սկսել։ Ուրեմն բարին դա է, պետք է նոր բան սկսել, պետք է այլ կերպ մտածել, որովհետեւ օրինակ, եթե դիտարկես ինչ որ առարկա կամ քար, ինքը միակողմանի չէ, ինքը 1000 կողմ ունի։ Ինչու է պետք անպայման գլուխդ հարված ես պատին, ասես, չէ, իմ ուզածը պետք է, ինչի՞ մի րոպե հանգիստ։ Մի հատ այլ կողմից նայի այդ հարցին, գուցե այդ հարցին այլ լուծում տաս եւ միգուցե դա է քոնը հիմա։ Պետք է անընդհատ առաջ շարժվես, ինքդ քեզ վրա աշխատես, չդադարես եւ գուցե այդ պահին պետք է թողնես եւ առհասարակ չզբաղվես այդ հարցով։ Հիմա կարիերայի այն հատվածում եմ, որ ես 0-ից սկսել եմ իմ անձնական գործունեությունը որպես արտիստ, որպես երգչուհի եւ նոր ստեղծագործություններ, ես չեմ ուզում, որ հանրության մոտ թյուր կարծիք առաջանա, որ մենք Անուշի հետ դադարել ենք երգելուց, ոչ։ Այն Անուշը կան եւ կլինեն եւ շատ լավ նախագծեր կան, որ անում ենք միասին եւ ուղղակի կա մի ոչ, կա մի բան, որ ես կարող եմ ինքս անել դա, որ միջև հիմա չի տեսել հանրությունը, այլ ինչ որ չափով ինգա Անուշ կերպարը, այդ բրենդը, որը ստեղծվել է, մեզ դնում է գաղափարների մեջ, դու այդպիսին պետք է անես, որտեվ այդպիսին սիրված ես, այո եւ կլինը, որտեվ դա իմ այության մի մասն է, բայց ես ունեմ այլ կողմել, որ կուզենամ նաև այդ կողմից հանրությունը ճանաչի եւ հուսամ, որ կընդունվի եւ կսիրվի, որտեվ դա նույնպես ես եմ, եւ Անուշն էլ հենց գրել է ինձ համար երգեր, որոնք ես կսկսեմ երգել եւ ձայնագրվել եւ հանձնել հանրության դատին։ Այնպես որ նոր բան է, նոր նախագիծ է սկսվում, որը միայն Ինգա Արշակյանինն է լինելու։ Սկզբում, երբ ընդունվեց Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական ուսումնարան էր այն ժամանակ, հիմա է քոլեջ կոչվում, լարային գործիքների բաժին, շատ համեստ, առաքինի, այսպես զուսպ մի փոքր ամաչկոտ, բայց կրակը կայծը աչքերում մի աղջնակ էր, հա։ Եվ մեկ տարվա ուսուցման ընթացքում իհարկե բացահայտվեցին նրա բնավորության բոլոր այսպես կետային լավ գծերը, թե ինչպիսի ընկեր է նա, թե ինչպիսի մարդ է, ինչպիսի երաժիշտ է, ինչ ուսանող է, ինչքան նախաձեռնող է, շատ հետաքրքիր այսպես ստեղծագործական ջիղ կա նրա մեջ, որ ամեն պահին կարող է մի նոր հետաքրքիր ինչ-որ մի բան ծնվել։ Իմ համար առաջին հայացքից, որ կարող եմ ասել, առանձնահատկությունը Ինգայի, նա է, որ նա ստացել է ի տարբերություն շատ ու շատ արտիստների դասական կրթություն։ Նվագել է ջութակի վրա, չեմ կարող ստույգ ասեմ ինչքան է դա տևել,
ինչքան ժամանակ, բայց առաջին առանձնահատկություններից, որ կարող եմ նշել, որ նա գրագետ երաժիշտ է, գրագետ արտիստ է, գրագետ երգչուհի, իր տարբերություն շատ ու շատ մնացած արտիստների։ Առաջի դասերից հենց հասկացա, որ Ինգայի դիապազոնը հսկայական է, նրա ձայնի մեջ կա մետաղ, նրա ինտոնացիան մաքուր, մաքրագույն է։ Եվ արդեն այդ խոստումները կարծես նախատեսում էին, թե գուս ինքը սովորում էր Լարային գործիքների բաժնում, ջութակ էր նվագում, բայց արդեն երգչուհու, այսպես հեռանկար կարելի էր տեսնել։ Հայ հանրությունը որտեղ կարող է լսել Ինգա Արշակյանի կենթանի կատարումները, ունենք այսօր նման հնարավորություն։ Որևէ ակումբում հիմա չեմ երգում, որպեսզի հանրությունը ինձ լսի այդտեղ, մշտական աշխատանքի վայր չկա, բայց անշուշտ կան հրավերներ եւ կլինեն Հուսամ գովազդի միջոցով կիմանա հանդիսատեսը եւ 2-3 օրից պետք է կայանա Ռոբերտ Ամիրխանյանին նվիրված երեկոն, որտեղ հնչելու են իր հեղինակային երգերը, չմերժեցի սիրով մայստրոյի հետ կհամագործակցեմ անշուշտ եւս մեկ անգամ, շատ սիրում եմ նրա երգերը, նրա ստեղծագործությունները, որոնք ինձ չափազանց հոգեհարազատ են, թե տեքստը, թե երաժշտությունը, դա կարծում եմ հոգու թռիչք է եւ հուսամ, որ հանդիսատեսը նույն ապրումներն է ունենում, ինչը եւ երգիչը։ Այնուհետև եղել են անցյալ տարի շուրջ 15 երկիր այցելեցինք Ազնավուրյան ծննդյան օրվա հետ կապված 100-ամյա, մեծ համերգներ էին Հարավային Ամերիկա, Եվրոպա, Ռուսաստան եւ տարբեր, բայց ցավոք սրտի դեռ այդ համերգը այստեղ չի եղել, Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ էին համերգները, հուսամ այստեղ էլ կլինեն։ Մի խոսքով հուսամ գովազդի միջոցով հանրությունը տեղյակ կլինի։ Դեռ մենահամերգի մասին շուտ է խոսելը, որովհետև առանձին իմ մենահամերգն եմ ուզում կայացնել, իսկ դրա համար շատ ներդրումներ են պետք, ոչ միայն ժամանակի, ստեղծագործական, այլ նաև ֆինանսական։ Այնպես որ ժամանակ է պահանջվում, որպեսզի դա կյանքի կոչել։ Մենք սիրով կսպասենք այդ երեկոյին։ Շնորհակալ եմ։ Սպիանում անցած տարի վերքերս չեն դադարում դեռ կարոտից երքերը տուն երազում եմ քեզ արթուն դունս երազում ասում է լսվող աղերսն ու ջիջը թող մեղավոր հոգու դառնա դահիճը դու հաղթել ես ինձ մի բան Yes, make it hard to make it
Տարիներ առաջ արտիստների համար իրենց աշխատանքները հանրայնացնելը կարծես թե ավելի հեշտ էր, ինչու, որովհետև շատ հաճախակի կազմակերպվում էին համերգներ եւ աշխատանքը հանրայնացնելու լավագույն ձևերից մեկը տեսահոլովակն էր կամ ձայներիզի թողարկումը։ Այսօր դուք որ եղանակն եք ընտրում ձեր աշխատանքները հանրայնացնելու համար։ Հիմա գործիքները փոխվել են, իրավացի եք։ Հիմա շատ քիչ հանդրություն կա, որը հետևում է հեռուստատեսությանը, ավելի շատ նույնիսկ ռադիոյին, հիմա ավելի շատ բոլորը այդ պլանշետների, հեռախոսների մեջ են։ Եվ ցավոք սրտի ես այն մարդը չեմ, որ ամեն վարքյան բլոգերի պես ամեն իմ ներողություն ուտեստը կամ հագուստը կամ մի փոքր արած աշխատանքը կամ ուղղակի բարև ձեզ ինչպես եք։ Այսօր մենք գնում ենք այս վայրը, մի քիչ ավելի փակ եմ, ես չեմ ուզում խառնել իմ անձնական կյանքը, ընտանեկան երեխաներիս, իմ առօրյա կյանքը չեմ ուզում հանրայնացնել, բայց ցավոք սրտի այսօր պետք է ինչ-որ չափով բլոգեր լինես, որպեսզի հասանելի լինես, այսինքն տարածում ունենաս, կարողանաս տարածել քո խոսքը եւ ի վերջո լինես անընդհատ ձեռքդ լինի զարկերակի վրա։ Ամեն դեպքում ես դեռ ըմբոստանում եմ։ Չեմ հանրայնացնում իմ անձնական կյանքը, բայց փորձում եմ աշխատանքային իմ գործունեությունը գոնե հրամցնել հանրությանը եւ SMM-ն է Facebook, Instagram, YouTube, TikTok, որը ես նույնիսկ հեռախոսից մեջ չունեմ, բայց իմ ընկերս զբաղվում է այդ էջով։ Այդպես, ցավոք սրտի հիմա գործիքները փոխվել են, բայց հեռուստատեսության պարագայում գոնե ինչ որ ցենս կար։ Այսինքն կային մարդիկ, որոնք լավ է թե վատ է դա մեդալի այն կողմն է, բայց կային մարդիկ, ովքեր ասում էին այս սա պետք է ցուցադրել, իսկ սա պետք չէ ցուցադրել։ Այս խոսքը գեղեցիկ է եթերում եւ պետք է մարդ կիրթ լինի, որ իրավունք ունենա երևա այդ արկղի մեջ, հեռուստացույց ասելով։ Իսկ հիմա դա չկա։ Ով ինչ ուզում է անում է, ոչ մի սահմաններ չկան։ Դա եւ լավ է եւ վատ է։ Այսինքն այն, ով չէր կարողանում հասանել լինել հեռուստացույցին, որոշ մարդիկ փակուղի էին ստեղծում նրանց համար, իրենք կարողանում են հիմա իրենց խոսքը հասցնել եւ հակառակ կողմն էլ կա, որ չի պիտի անի, հիմա ամբողջը, ինչպես ասում են, ինտերնետը մեծ աղբակույտ է, որտեղ կա եւ լավը եւ վատը, եւ մեր որպես մշակույթի գործիչ, որպես ծնող, որպես քաղաքացի, որպես հանրության որևէ մեկ էակ, ինչքան էլ մենք փոշու հատիկ լինենք, այս իրականության մեջ ամեն օր գոնե մեր արած գործը կարողանալ հասցնել հանդիսատեսին, որպեսզի այդ երեխան կամ հետևորդը ընտրության հնարավորություն ունենա։ Եթե դու ունես ընտրության հնարավորություն, իսկ հիմա չափազանց մեծ է այդ ընտրության հնարավորությունը, որ եւ բացատրել ինչու է սա վատ եւ ինչու է սա լավ։ Եթե ունենա ընտրության հնարավորությունը, գուցե 6 տարեկանում չէ, 7 տարեկանում չէ, բայց գուցե ավելի մեծ հասուն տարեկում արդեն այդ աղբից հոգնած արդեն կհասկանան, որ այսա իրանից ինչ որ արժեք է ներկայացնում։ Սա ինձ լցնում է, սա ինձ երջանկացնում է, սա ինձ հուզում է, սա ինձ բարկացնում է, ես սրանից էմոցիա եմ ապրում։ Այսա դիտելուց ես ինչ որ սկսում եմ շնչել։ Եվ ոչ թե հիմարանում եմ, տգիտանում եմ եւ դառնում եմ ինչ որ մի բույս։ Դա շատ վտանգավոր մի բան է։ Դրա համար ես իմ պարտք եմ համարում շարունակել գործել, որպեսզի այդ ընտրության հնարավորությունը ստեղծվի նաև իմ երեխաների համար եւ հետեւել, որպեսզի իրենք այդ պլանշետներից կախված չլինեն, համենայն դեպս հիմա արգելված են մեր տանը բոլոր պլանշետները, որովհետեւ դա այո կախվածություն է ստեղծում եւ վտանգավոր բան է, քանի երեխան հասուն չէ։ Մեծերն են կախված արդեն դրանից, այլ որ մնաց երեխաները։ Դրա համար փորձում եմ այդ բալանսը պահել, ինչ որ չափով տալ, որպեսզի 21-րդ դարում են ապրում, շատ հետ չընկնեն եւ ինչ որ չափով զսպել դա։ Չգիտեմ ինչքանով է ստացվում, ժամանակը ցույց կտա, ամենայն դեպս փորձում եմ ավելի մտածված մոտենալ այդ հարցին։
Ինչ կասեք կոչումների մասին։ Դրանք արտիստին որքանով են պետք։ Առաջի վարքյանին ասում են, «Օ, շնորհակալ եմ, ես գնահատված եմ»։ Շնորհակալ եմ, իմ աշխատանքը գնահատվել է։ Ոչ միայն, բայց ամենակարևոր գնահատականը դա հանդիսատեսի գնահատականն է։ Կոչումը կարող է լինել եւ այն ոչինչ չտալ քեզ։ Կոչում կա, որ չեմ ուզում բարձրաձայնել, բայց որ հարցրեցինք իսկ այս կոչումը ինչ է տալիս, ասեցին գերեզմանում մի տեղ։ Եվ վերջ, ապա ինչի համար է պետք այդ կոչումը։ Եթե ներողություն ֆինանսապես այդ կոչումը ոչինչ չի տալիս։ Եթե միայն այն պարագայում, երբ դուրս ես գալիս բեմ եւ ասում են ելույթ է ունենում այսինչ կոչումով արտիստը։ Դա ասում է նոր սերունդներին, որ նա գնահատված է եղել մի քանի սերունդներ շարունակ։ Դա բայց ինձ համար ամենակարևորը հանդիսատեսի գնահատականն է։ Հանդիսատեսի հուզված աչքերն են։ Ուրեմն ես դատարկ գործ չեմ արել։ Ուրեմն ես հասել եմ իր սրտին եւ հոգուն։ Ուրեմն մենք նույն ալիքի վրա ենք, էներգետիկ դաշտում ենք։ Այսինքն ես իրենց բերեցի եւ գուցե հանեցի այն իրանց առօրյա հոգսերից, նյարդային վիճակից, որտեղ ոչ մեկի համար հիմա հեշտ չէ, եւ բերեցի մի այլ իրականություն, որը ինքը գուցե սթափվեց, գուցե վերագնահատեց, գուցե ինչ-որ մի բան վերապրեց, գուցե լցվեց կամ դատարկվեց, կարևոր չի, բայց ինչ-որ բան հաղորդեց, որը ինքը մի փոքր փշակաղվեց եւ հասկացավ, որ ինչ-որ բան պետք է փոխել մի բան։ Թեկուզ այսօր մի փոքր մի քայլ պետք է գնալ առաջ կամ հետ, որը կփոխի իր կյանքը։ Դա ես կարծում եմ հենց դրանում է արտիստի առաքելությունը, իսկ կոչումները հաճելի են, բայց ոչ ինքնանպատակ, ոչ կարևորագույն, բայց հաճելի։ Քանի որ նա գրագետ լինելով, գրագետ ու շատ շնորհքով տաղանդավոր երգչուհի, երաժիշտ, կարող եմ ասել, որ չի կարող լինել հեշտ։ Բնականաբար նման մարդկանց հետ աշխատել ավելի բարդ է, քանի որ նա ունի կարծիք եւ ունի ստույգ կարծիք, ունի ճաշակ ձևավորված, որից բխում է նաև իր տեսանկյունը, կոնկրետ այս կամ այն գործի նկատմամբ։ Այդ պատճառով չի կարող հեշտ լինել, որը եւ ողջունելի է իհարկե։ Համ հեշտ է, համ դժվար է, դա ես կարող եմ ասել հեշտ չի, ու դա լավ է, որ հեշտ չի։ Որն է ձեր ամենակարևոր ձեռքբերումը կյանքում։ Իմ ամեն օրը ձեռքբերում է։ Իմ բալիկի ժպիտը ձեռքբերում է, որը ինձ հաճելի երջանկություն է պարգևում։ Երջանկությունը բաղկացած է վարքյաններից, չես կարող անընդհատ երջանիկ լինել։ Գուցե մարդ կարող է այդ պահին հուզվել, բայց ինքը այդ երջանկության արդյունքն է, կամ գուցե վշտի արդյունք լինի, բայց ամեն ինչ անցնում է, եւ վիշտն է անցնում, եւ ցավն է անցնում, եւ երջանկությունն է անցնում, պետք է ապրես այդ եւ գնահատես այդ պահը։ Չգիտեմ, ամեն վարքյան այնքան տարբեր է, պետք է ուղղակի շատ չփակվես քո մեջ, չընկնես խնդիրներից, դեպրեսիայի կամ ստրեսի մեջ։ Պետք է շտապ արագ դուրս գալ այդ իրավիճակից, ապրել այդ իրավիճակը, ինչպես եւ բեմում ապրել եւ ոչ խաղալ, եւ վայելել այդ պահը, եւ բեմը, եւ ընտանիքդ, եւ այդ մի կտոր հացը տակ, որ ասես այս հրահամը ուրիշ է, եւ հարազատ բակդ, եւ հարևանի դեմքը, որտեղ վաղուց չէիր տեսել գուցե, այսինքն այնքան փոքր բաներից է բաղկացած ինձ համար համենայն դեպս իմ օրը եւ երջանկությունը եւ կյանքը, որ պետք է ամեն վարքյանը տապրես եւ շնորհակալ լինես։ Ով է ամենաամուր հենարանը ձեր։ Գիտեք, տունը մի քանի սյուն ունի։
երբ տուն ես կառուցում, մեկ սյան վրա չես կարող կառուցել։ Մեկ հենարանը շատ բավարար չէ։ Իմ հենարանը իմ հարազատներն են։ Իմ մայրս է, իմ ամուսինս է, երեխաներս են, քույրս է, մորաքույրս է, իմ ընկերներն են, իմ հայրս է, որը չկա, բայց իր հիշատակն է, որը միայն այն արժեքները, որը ինքը փոխանցել է ինձ, դա մեծ սյուն է ինձ համար։ Կարևոր չէ, որ նա ֆիզիկապես այստեղ չէ, նա կա միշտ իմ սրտում եւ նա իմ սյունն է։ Եվ իմ ընկերներն են։ Եթե տուն կառուցես, միայն սյուներով էլ չես կառուցի։ Դրա համար պետք է պատեր շարել։ Դրա համար պետք է հետաքրքիր ինտերիեր, էքստերիեր, հիմա մոդայիկ դիզայները, բայց դու ինքդ ես կառուցում քո սյունը, քո տունը, քո կյանքը, քո միջավայրը։ Այդ բոլորը նրանք շատ ամեն մի փոքր բանը կարևոր է ինձ համար եւ անհրաժեշտ։ Գուցե ընկերոջս կամ ընկերուհուս չզանգահարեմ եւ չխոսեմ մի քանի ամիս։ Բայց այդ մի ժամը, որ հանդիպենք, այնքան լիքը լինի մեզ համար եւ շատ կարեւոր։ Մենք իրար լցնում ենք մեր առօրյան, մենք կառուցում ենք մեր տունը, մենք ինքներս մեզ եւ չեմ կարող մենակ մեկ սյուն առանձնացնել։ Ամեն բան կարեւոր է, բայց անշուշտ ընտանիքի սյուների վրա է հիմնված ամեն բան ինձ համար։ Ընտանիքում դուք կարևորում եք կնոջ թե տղամարդու դերը։ Ում դերն է առավելապես ավելի կարևոր։ Կարծում եմ դա հավասարապես պետք է լինի։ Որոշ դրվագներում, կյանքի ընթացքում կնոջ դերն է ավելի կարևոր։ Հետո երբ կինը թուլանում է, որտեվ կինը չի կարող միշտ ուժեղ լինել։ Մենք սովորում ենք ուժեղ լինել, ասում են դու ուժեղ մարդ ես, ասում հոգնել եմ ուժեղ լինելուց, չեմ ուզում ուժեղ լինել, ուզում եմ թուլանալ, հանգիստ լինել, ոչինչով չզբաղվել, ոչինչ չանել, ուղղակի նստել եւ վայելել լռությունը։ Չունեմ այդ հնարավորությունը։ Այդ ժամանակ գալիս է ամուսինդ։ Եվ այդ բային ինքը քեզ է բռնում, դու իրան ես բռնում։ Դա պետք է լինի փոխադարձ։ Այլապես կնոջ մեջ սկսում են զարգանալ տղամարդկային գծեր։ Կինը կորցնում է իր կանացիությունը։ Կինը կորցնում է ինչ որ չափով, ինչքան էլ նա մայր է, նա դառնում է եւ մայր եւ հայր։ Նույնիսկ ձայնն է փոխվում, նույնիսկ վիբրացիան է փոխվում է նաեւ քայլվածքը, փոխվում է նստելու ոճը, ամեն ինչ փոխվում է, որտեվ կինը դառնում է եւ կին եւ տղամարդ, եւ նույնը եւ տղամարդու մեջ է։ Եթե տղամարդու ուսերին է ամբողջը, նա է դառնում կանացի, որտեվ այլ տարբերակ չկա։ Մենք փորձում ենք համակերպվել, մարդ ենք, չէ՞։ Փորձում ենք 1000 բան ուսերի վրա մեր կրել։ Դրա համար շատ կարեւոր է, որպեսզի դա բալանսի մեջ լինի։ Տղամարդ եւ կին հարաբերությունները, ընտանիքում հարաբերությունները, յուրաքանչյուրը իր տեղը ունի եւ իր դերը ունի եւ իր կարեւորությունը ունի։ Բայց եթե կյանքի բերումով գալիս է ամեն ընտանիք չէ, որ ունենում է այդ հնարավորությունը եւ ամեն երեխա չէ, որ ունենում է այդ հնարավորությունը ունենալ եւ հայր եւ մայր։ Ինչ-ինչ պատճառներով։ Ծնողը դառնում է եւ հայր եւ մայր դրսում արտերկրում եւ պապիկ եւ տատիկ եւ փորձում է այդ բոլոր բացերը լրացնի երեխայի համար։ Դուք պատկերացնում եք ինչ, ես չեմ ասում ֆինանսական կողմը բոլորովին։ Ես ասում եմ զուտ մարդկային, որ պետք է կարողանաս հասցնես երեխայիդ այդ ամենը փոխանցել։ Եվ մենք ճկուն ենք դառնում շատ։ Պետք է մենք տալիս ենք դա, պետք է մենք դա անում ենք։ Այնպես որ հիանալի կլինի, եթե ամեն ինչ բալանսի մեջ լինի։ Հիանալի ընտանիք ունի Ինգան, հիանալի բալիկներ ունի, թե ինչպես է ինքը շփվում, հաղորդակցվում երեխաների հետ յուրաքանչյուր անգամ ինձ զմայլում է, հա։
եւ պահպանում է հավասար այսպես հարաբերությունները եւ խստություն կա, բայց խստության մեջ կատակ կա նաեւ եւ այնպիսի մի հոգեբանական դաս կարող է լինել նրա շփումը երեխաների հետ, յուրաքանչյուր վարքյանը պահը արձանագրել եւ հրամցնել ուրիշներին, թե ինչպես է պետք երեխաների հետ վարվել, դաստիարակել։ Շատ սրտացավ, ընկերասեր, գիտեմ, որ հիանալի մայր, հիանալի ընկեր, հիանալի աղջիկ։ Ինձ համար բոլոր մարդուն մեր հայ կնոջ կերպարի գերադրական աստիճաններով ներկայացնելով կարող եմ ասել, որ բոլոր հատկանիշները խտացված է ինգայի մեջ։ Որն է ձեր ամենամեծ առաքելությունը կյանքում։ Գիտեք, մի շատ իմաստուն արտիստ ասաց, որ գիտեք, չկա ժամանակակից, չկա ոչ, չկա կյանքի այդ լոզունգ, որ այսպես պետք է լինի եւ վերջ։ Կարծում եմ յուրաքանչյուր մարդու համենայնդեպս իմ առաքելությունը կայանում է նրանում, որ աշխատանքիս մեջ կարևոր չի ես ինչ եմ երգում, եթե ես մի բան փոքրիկ փոխում եմ մարդու սրտի մեջ, մարդու էության մեջ, ուրեմն այդ առաքելությունը կատարված է։ Համենայնդեպս ես բեմի մարդ եմ, այսինքն սա ժամանակակից բալետ է, իսկ սա ժամանակակից երաժշտություն է։ Փակագծերը բաց եմ։ Երաժշտությունից բան չես հասկանում։ Նոտաների կույտ է, բայց ասում են սա 21-րդ դար է։ Հիմա սա է կարևոր, սա է մոդայիկ, սա պետք է այն չէ։ Եվ կապ չունի դասական երաժշտություն կլինի դա որևէ ժանր երաժշտական։ Կարևորը ասելիքդ է։ Եթե ասելիքը դիպչում է մարդու հոգուն, եւ դա Աստված որ դեպի լավը փոխի մարդու մեջ ինչ-որ մի բան։ Եթե ինձ դա հուզում է, ես վստահ եմ դիմացինին էլ կհուզի, որտեվ ես երգում եմ ոչ թե ձայնով, ես երգում եմ հոգով։ Ես ոչ թե խաղում եմ, ես ապրում եմ կամ վերապրում եմ դա։ Եվ իմ առաքելությունը կայանում է նրանում, որ մարդկանց մեջ փոխել ինչ-որ մի բան դեպի լավը։ Սեր մի հատիկ դնել լավատեսության, լույսի, գաղափարի, ձգտումի, ինչ-որ մի լավ բան փոխանցել մարդկանց։ Չեմ հիշում դա իմ ծննդյան էր, թե աղջկաս ծննդյան էր, իսկ ուսանողներ այդ ժամանակ երևի թե միշտ շատ համեստ թոշակ էին ստանում եւ մեր տուն գալուց առանց նվերի մտածել են իսկ ինչպես անենք, որ ոնց շնորհավորենք, հա։ Եվ դուռը բացում եմ, տեսնում եմ երեքով իրենց այսպես մեծ ժապավենով կապել եւ մատուցում են իրենց որպես նվեր։ Ես դա արժևորեցի ամենաթանկ եւ ամենամեծ նվերը։ Սպասելիքներ եւ մեծ փափագ ունեմ, որ նա կրկին նորից վերադառնա։ Չնայած ինձ համար նա երբեք չի հեռացել, վերադառնա ասպարեզ եւ անպայման նորանոր բաներ անի, նորանոր ստանդարտ մի քիչ բան եմ ասում, նոր երգեր, նոր ոճ, ինքը տենց ինչ-որ պոստ է հիմա արել։ Ես գիտեմ, որ իր համար ոչ մի բան էլ նորություն չի, նրա մեջ միշտ էլ կա տարբեր արտահայտումներ երաժշտության, երգարվեստի մեջ, այդ պատճառով այդ կարող է իր ունկնդրի համար լինի նորություն, բայց իրեն համար ոչ մի բան նորություն չի։ Ուղղակի վերադառնալով այն փաստին, որ նա շատ շնորհքով տաղանդավոր է եւ բազմաժանր, իրեն դժվար է կողմնորոշվել է։ Այս պարագայում կարծում եմ նա հերթական ինչ որ նորությունը եւ հերթական լավ հետաքրքիր բան ունի մեզ ներկայացնելու։ Կարող եմ ասել նրան ցանկանում եմ նորարար լինել միշտ ոնց որ ինքը կա։ Ցանկանամ ինգային ստեղծագործական նոր վերելքներ, նոր ճանապարհ, ել ավելի հետաքրքիր, ել ավելի մեծ բարձրունքներ։ Հպարտությամբ եմ միշտ բեմում տեսնում եւ իրեն եւ Անուշին։ Ինչ չեք կարող ներել մարդկային հարաբերություններում։
Սուտը եւ դավաճանությունը։ Գուցե եւ ներեմ, բայց առնչություն չեմ ունենա հաստատ։ Որտեւ ինչպես եւ սկզբում խոսեցինք, դա իր էությունն է գուցե։ Ես կփորձեմ նրան բացատրել, որ ես հասկանում եմ, որ դու ստում ես։ Բայց այլապես չեմ ուզում առնչություն ունենալ քեզ հետ։ Այդքան։ Ինչ է պակասում Ինգա Արշակյանին էլ ավելի երջանիկ լինելու համար։ Ես շատ կուզենայի, որ այնինչ ես ունեմ, կապ չունի ինչ ոլորտում։ Ֆինանսը կլինի, ամեն ինչ։ Կուզենամ, որ իմ ամենամտերիմ հարազատը եւ իմ հարազատներ ընկերները ունենան հավասարապես։ Որովհետեւ եթե երջանկություն չի կարող լինել լիարժեք, եթե դու տեսնում ես դիմացինի ցավը, եթե դու տեսնում ես, դու կարող ես նրան օգնել ձեռք մեկնել եւ անում ես, բայց դու նրան այդ խնդիրը չես լուծում։ Դրա համար կուզենամ շատ, որտեվ ես ցավում եմ, երբ տեսնում եմ դիմացին իս կողքինիս, խնդիրը ու ես չեմ կարողանում լուծել դա։ Դա իմ ուժերից վեր է։ Ես ինձ կարող է ճղեմ մեջտեղից, չգիտեմ, ամեն բան անեմ, որ օգնեմ հասնեմ։ Բայց ես չեմ կարող օգնել հասնել, եթե նա մերժում է իմ օգնությունը։ Կամ ինքը իր ճշտի մեջ համոզված է, չնայած ես տեսնում եմ, որ նա սխալ է։ Ես տեսնում եմ, որ նա սխալ ճանապարհով է գնում։ Ես փորձում եմ, գոռում եմ, սպասիր, կանգնիր, մի արա։ Բայց ես չեմ կարող օգնել։ Որտեվ ես պատասխանատու եմ ինձ համար, իմ ընտրության համար։ Դեռ երեխաներիս համար, որտեվ երեխաս մեծացավ, ես այլևս չեմ կարող նրա համար պատասխանատվություն կրել։ Իմ պատասխանատվությունը սովորել եմ, պես որ ինքը ճիշտ ընտրություն կատարի հետագայում։ Ես կուզենայի, որ իմ մտերիմները, հարազատները ունենան ինձանից ավել։ Շնորհակալ եմ Ինգա, այսքան գեղեցիկ, այսքան տպավորիչ, այսքան խաղաղ գրագետ զրույցի համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար, ինձ էլ շատ հաճելի էր ներկա գտնվել, իմաստալից եւ հետաքրքիր զրույցի համար, որովհետեւ հիմա դատարկ հարցերը եւ դատարկությունը շատ է, այդ դատարկությունը լցնել է պետք, շնորհակալություն, որ դուք մեր տիրույթները ինտերնետային եւ մեր կյանքը եւ արտիստների եւ հանրության կյանքը լցնում եք իմաստով, լույսով եւ մի քիչ էլ մեզանից մի փոքր փոխանցում եք մարդկանց։ Շնորհակալ եմ։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Ձեզ հետ հայ պերսոնաներ, կհանդիպենք։